Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ողջունում ենք ձեզ, մենք մեր եթերում շարունակում ենք ներկայացնել տարբեր քաղաքական տեսակետներ, տարբեր քաղաքական մոտեցումներ, տարբեր քաղաքական միջազգային հարցերի վերաբերյալ։ Խնդրում ենք մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, ընդհանրապես սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, որի համար մենք կլինենք ձեզ խորապես շնորհակալ։ Այսօր մեր զրուցակիցն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։ Պարոն Խուրշուդյան, բարև ձեզ եւ շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ մեր տաղավարում։ Պարոն Խուրշուդյան, երևի սկսենք Իրան-ԱՄՆ հարաբերություններում արկա որոշակի բանակցային գործընթացներից, որովհետև իրանագետ վերլուծաբաններից մեկը վերջերս հանդես է եկել մի այսպիսի հայտարարությամբ Հայաստանին կոչ անելով դառնալ հարթակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչակազմի եւ Իրանի ըստ էության նույնպես նոր վարչակազմի միջև հարաբերությունների հարթեցման համար, հաշտեցման համար, եթե կարելի ասել, որոնք բավականին սուր են եւ այդ սրված փոխհարաբերությունները ունի բավականին երկարամյա պատմություն։ Ինչ կարծիք եք, Հայաստանը կարող է դառնալ այդ հարթակը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության համար եւ դա ինչ գեոքաղաքական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար եւ մենք ինչ կարող ենք շահել զուտ հայկական շահի տեսակետից։ Շատ լավ կլինի, եթե այդպիսի բան լինի, բայց արդյոք հնարավոր է, հարցը դրանում է։ Իհարկե շատ կշահենք, ընդհանրապես նման խոշոր տերություններ, երբ որ բանակցում են իրար հետ քո հարթակում, դա նաեւ քո ճանաչումն է, որպես խաղացող։ Այլ ոչ թե որ պարզապես որպես տարածք, որտեղ ասենք հյուրանոց, որտեղ գալու են վճարեն հյուրասենյակների համար եւ խոսեն եւ գնան, բարձր չէ։ Ժամադրավայր։ Երկուսի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունի։ Մեկի հետ նույնիսկ ռազմավարական գործընկերության հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ, այսինքն նույնիսկ մի կարգ բարձր են, քան Իրանի հետ մեր հարաբերությունները։ Մենք Իրանի հետ զորավարություններ չենք անում, Միացյալ Նահանգների հետ անում ենք։ Միացյալ Նահանգները նաև զենք է մատակարարում Հայաստանին, ճիշտ է, մատակարարում է ոչ լետալ զենք, իսկ բերում է տրեյնինգների համար, զորավարությունների համար նաև լետալ զենք, որից մեծ աղմուկ բարձրացավ Ադրբեջանում, հիշում եք, այս վերջերս մինչև օգոստոս այստեղ է լինելու այդ զենք զինամթերքը, բարձր չի դրա որ մասն է հետ գնալու, դա այդպես հստակ չի եւ ինչքան քիչ հետ գնա այնքան լավ, հազիվ բերել են, թող մնային Վրաստանը, մանավանդ որ Վրաստանը ամեն անգամ չի որ այտենց հեշտ հնարավորություն կտա մեզ զենք ներմուծել, լետալ զենք, որտեվ եթե հանգարց ինչ-որ ռազմական գործողություն լինի, պատերազմ լինի, էսկալացիա լինի, Վրաստանը գիտեք, մի անգամից ասում է, ես չեզոքում եմ, ոչ մեկից չեմ թույլ տալու իմ տարածքը օգտագործել զենքի համար։ Բայց այդ հարթակ լինելու համար դու նաև որոշակի նաև ազդեցություն պետք է ունենաս։ Օրինակ Միացյալ Նահանգները, ես կարծում եմ գերադասում է Ռուսաստանը որպես այդ հարթակ, այն էլ այսօրվա Միացյալ Նահանգները, ընդ որում ոչ այնքան որպես հարթակ, այլ որպես միջնորդ, որտեվ ես գիտեմ, որ Ռուսաստանի հետ իր բանակցություններում, այդ թվում փակ հանդիպումների ընթացքում, որը որ ունենում է Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ քննարկում է Իրանի թեման, եւ ես մտահոգություն եմ միշտ հայտնել, որ կարող է Ռուսաստանի հետ խոսեն Իրանը Ուկրաինայի դիմաց, այսպես փոխանակում Միացյալ Նահանգները խոսեն, հաշվի առնելով, որ իր համար շատ ավելի նախապատվություն է տալիս ինքը իր արտաքին քաղաքականության մեջ Իսրայելի շահերին, իսկ Ուկրաինայի շահերին ընդհանրապես առանձնապես հակված չի, եւ այդտեղ ես տեսնում եմ խզումը Տրամպի եւ Վենսի անձնական պատկերացումների եւ նախապատվությունների մի կողմից եւ Միացյալ Նահանգների պետական շահերի մեջ կողմից։ Տրամպը մենք գիտենք, չէ, ինչ խնդիր ունի։ Տրամպը ունի Զելենսկու հետ անձնական խնդիր։ Զելենսկին հրաժարվել է ժամանակին Հանտեր Բայդենի գործը առաջ տանել, որը Տրամպը անձամբ հեռախոսով խնդրել էր իրեն եւ այդ հեռախոսի ձայնագրությունը հետո կենտրոնական հետախուզական վարչությունը այսպես արտահոսք էր տվել, հրապարակվել էր դա եւ դա Տրամպին շատ հարվածեց, շատ վնասեց, որ ինքը փորձել է միջամտել, երբ որ նախագահ էր, փորձել է միջամտել, ճնշում գործադրել նույնիսկ Զելենսկու վրա, որ Բայդենի որդու վրա այդ քրեական գործը բանարվի, առաջ մղվի, բայց Զելենսկին չի համաձայնվել դրան եւ այն ժամանակվանից նստված որ ասում եմ մնացել է հարաբերությունների տեսակետից
Եվ Վենսի տեսակետից ընդհանրապես Եվրոպան արժեք չունեցող մի տարածք է, որը ավելի շատ հակառակորդ է քան դաշնակից, եւ Ուկրաինան դրա մաս որպես որևէ ուշադրության արժանի չէ, առավել եւս եթե կարելի է Ուկրաինան հանձնելով ինչ որ ուրիշ տեղ ինչ որ շահեր ստանալ, ինչ որ ձեռքբերումներ ունենալ, հանգիստ կարելի է հանձնել Ուկրաինան։ Դա վտանգ է նաեւ մեր տարածաշրջանի համար, որովհետեւ դա նշանակում է Իսրայելի ցանկություններին հագուրտ տալ եւ հարվածել Իրանին դրա դիմաց տալով Ուկրաինան, հա, Ռուսաստանից։ Այսինքն Իրանին հարվածելու համար պետք է Ռուսաստանի որոշակի նաև չեզոքություն, հա, առնվազն։ Որտեւ եթե հանգարց առանց Ռուսաստանի համաձայնության այդ հարվածը լինի, Ռուսաստանը կարող է այնպիսի զենքեր մատակարարել Ուկրաինային, չնայած իրեն էլ հիմա շատ պետք է, բայց առնվազն տեխնոլոգիաների տեսակետից կարող է մատակարարել եւ Իրանը շատ ավելի վտանգավոր դառնա նույն Իսրայելի համար։ Այդ թվում միջուկային զենքի տեխնոլոգիաներ նկատի ունեմ, հա։ Դրա համար միշտ Իրանին հարվածելուց Ռուսաստանի ֆակտորը հաշվի առնում են, գործոնը հաշվի առնում են։ Հիմա բավական լարված է իրավիճակը, գիտեք, որ Միացյալ Նահանգների ռազմանավերը մոտեցել են Իրանին, Իրանը նույնիսկ ուլտիմատում էր տվել, վերջնագիր է ներկայացրել, որ այսքան ժամանակում եթե չհեռացնեք ձեր նավերը կհարվածենք, բարձր որ չեն հարվածի, բայց այդպիսի ուլտիմատում ներկայացնելն ինքն էլ խնդիր է, որովհետև եթե դու մի բան ասում ես, հետո չես անում, դա անլրջության եւ թուլության նշան է իհարկե։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներն էլ չեն շտապում ամեն դեպքում հարվածել Իրանին եւ այդ ժամկետը, որ տրվել է, բավականին երկար ժամկետ է տրվել, հա, մինչեւ հունիս ամիս վերջնական որոշումը կայացնել եւ հրաժարվել միջուկային ծրագրից, ընդ որում ինչի է Իրանը այսպես կոշտ դիրքորոշում ցուցաբերում, որովհետև ի տարբերություն Բայդենի պայմանները Միացյալ Նահանգները կոշտացրել է։ Դա միայն ռազմական միջուկային ծրագրից հրաժարվելու պայման չի, որը Բայդենի օրոք կար եւ Իրանը եթե խոհեմ լիներ, այն ժամանակ Բայդենի հետ կպայմանավորվեր։ Չնայած մյուս կողմից էլի վստահություն չկար, որ Տրամպը գա նորից նույն բանը չի լինի, ասենք պայմանավորվեն, հետո գա չեղարկի, պայմանավորվեն, գա չեղարկի, դա էլ մի բան չի, հա։ Բայց համենայնդեպս Բայդենի օրոք շատ ավելի լավ պայմաններով գործարքի հնարավորություն ուներ Իրանը։ Հիմա Տրամպը, տեսեք, մի քանի պայման է առաջ քաշում։ Ինքը նախ ասում է, պետք է ընդհանրապես միջուկային ծրագրից հրաժարվես։ Նույնիսկ միջուկային էներգիայի ծրագրից, հա։ Դա աբսուրդ է իհարկե, բայց ինքը ասում է, որ դու եթե միջուկային էներգիայի ծրագիր զարգացնում ես, վաղ թե ուշ մեկ է կգաս ատոմային զենքի նաև բանին հնարավորությանը։ Երկրորդը ինքը ասում է, որ պետք է հրաժարվես պրոքսի ուժերին աջակցելուց։ Հա, այսինքն երրորդը արդեն, այսինքն առաջին միջուկային զենքի ծրագրից, երկրորդը ընդհանրապես միջուկային էներգետիկայի ծրագրից եւ երրորդը ուրեմն պրոքսի ուժերին աջակցելուց պետք է հրաժարվես։ Հա, մի հատ էլ կա հեռահար հրթիռներից պետք է հրաժարվես, սահմանապակես հրթիռների ազդեցության հեռավորությունը այնպիսի հեռավորության, որ Իսրայելին չհասնի, կոպիտ ասած, հա։ Այսինքն լրիվ կապիտուլյացիա ենթարկելու ինչ որ պայմաններ են, որին պարզա Իրանը չի համաձայնվի։ Եվ այդ պրոքսի ուժերին ֆինանսավորելու աջակցելու ծրագիրն էլ բավականին կսահմանափակի Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, իսկ Իրանը մի քանի հզոր գործոն է օգտագործում համաշխարհային տնտեսության վրա այդ ազդելու, օրինակ խուսիտներին աջակցությունը բերում է նրան, որ ինքը կարողանում է խուսիտների հետ պայմանավորվել, թե երբ խուսիտները հարվածեն, երբ ակտիվանան, երբ չակտիվանան, հա, իսկ այդ խուսիտների ակտիվացումից է կախված նաև միջազգային նավթի առևտուրը, որովհետև իրենց տարածքն իրենց ջրերով է անցնում, որ ասում է, Կարմիր ծով մտնում է այդ նավերը, տանկերները եւ այլն, եւ հենց այդ նեղուցում Եմենի ուրեմն ամիջական վերահսկողության տակ գտնվող իրենք սկսում են հարվածել այն նավերին, որոնք իրենց հետ չեն պայմանավորվում, կոպիտ ասած։ Դա կտրուկ թանկացնում է ապահովագրության գները նավթի, իսկ ապահովագրության գները բերում է նաև նավթի վերջնական այդ գների թանկացմանը, որը Իրանին ձեռ է տալիս, Ռուսաստանին ձեռ է տալիս, Եվրոպային հեչ ձեռ չի տալիս, Միացյալ Նահանգներն այսպես իրենք էլ են նավթ վաճառող, իրենց այնքանով ձեռ չի տալի, ինչքանով ամբողջ աշխարհի ուրեմն տնտեսությունը իրենց հետ փոխկապակցված է։ Չինաստանին ձեռ չի տալիս, հա, այդ էլ թանկանում է։ Բայց Իրանին ձեռ է տալիս որպես արտահանող, առանց դա ինքը շատ մեծ ծավալների արտահանման հնարավորություն չունի, բայց հիմա Միացյալ Նահանգները նաև սպառնում են նոր սանկցիաներ մտցնել Իրանի հետ նավթի առևտուր անող երկրների վրա այդ թվում։ Մինչև հիմա դա բավական սահմանափակ էր այդ սանկցիաների, դրա համար Իրանը կարողանում է շատ երկրների հետ առևտուր անել նավթի։
Եվրոպան չէր գնում, Միացյալ Նահանգները չէր գնում, բայց Չինաստանը, Հնդկաստանը հանգիստ գնում են։ Հիմա Միացյալ Նահանգները դեպիսի սանկցիաներ մտցնի եւ չինացիներն ու հնդիկները համակերպեն դրա հետ, Իրանը ընդհանրապես կոլապսի կընթարկվի, այսինքն այդ եղած հնարավորություններ կզրկվի հնարավորությունից նավթի առևտրի, գազն էլ հիմա առանձնապես չի կարողանում վաճառել, որտեղ ենթակառույցներ չկան 1/2-ի իր սեփական պահանջարկը արդեն չի կարողանում ինքը բավարարել եւ Ռուսաստանից գազ է գնում եւ չի կարողանում, որտեղ իր հանքերը, իսկ ինքը գազի հանքերի վրա է նստած Իրանը, չի կարողանում շահագործել տեխնոլոգիաների բացակայության պատճառով։ Ինքը տեխնոլոգիաները գնում էր արևմուտքից, հա, շահագործման, սպասարկման տեխնոլոգիաներ այդ գազի հանքերի հորերի։ Հիմա քանի որ այդտեղ խնացման, հա, ամորտիզացիայի հարցեր կա եւ այլն, կամաց շարքից դուրս են գալիս այդ գազի հանքահորերը, չի կարողանում այդ տեխնոլոգիաները ապահովել, որ ոչ միայն նորերը չի կարողանում ինքը նոր հորատանքեր փորել եւ հսկայական գազի պաշարները օգտագործել, վաճառել։ Մեկը ես խոսել եմ դրա մասին, Կատարի հետ սահմանային ստորջրյա մեծ հսկայական գազի պաշարներ են այնտեղ։ Ինքը միասնական բան է, տարածք է։ Կատարը իր մասից մտել է այդ քաշում է այդ գազը վերաարտադրում է, վերամշակում է, դարձնում է հեղուկ գազ եւ վաճառում է եւ աշխարհի թիվ 1 գրեթե բանն է դարձել հեղուկ գազի մատակարարը Եվրոպայի համենայն դեպս Միացյալ Նահանգների հետ միասին, բայց Իրանը, որ այդ նույն հանքին մուտք ունի, չի կարողանում, այնտեղ հատուկ տեխնոլոգիա է պետք թեք հորատման, որ ինքը իր մոտից կարողանա մտնի այդ գազից ինքն էլ վաճառի։ Դուրս է գալիս, որ համատեղ սեփականություն հանդիսացող այդ հսկայական գազի պաշարներից օգտվում է միայն Կատարը։ Այդ վաղամիսօր կվերջանա այդ գազի պաշարները, դուրս կգա ամբողջը Կատարը օգտագործեց, իսկ այդտեղ սահմանափակում չկա, որ հնարավոր չի կիսել, ասել այսքանից հետո մի օգտագործի, ես պետք է օգտագործեմ, հա։ Ինքը հիմա եթե կարողանա, պետք է մտնի տասնյակ միլիարդավոր դոլարների շահույթ ստանա արդյունքում, բայց չի անում, որտեղ արևմուտքի հետ հարաբերությունները փչացրել է, այս ամեն ինչն էլ գնալով ծանրանում է իր վրա այդ սանկցիաների բեռը, պայմանների, ծավալների եւ այլն եւ գնալով ավելի փոքր է հեռանկարը, ցավոք սրտի, որ գոնե Տրամպի օրոք ինքը կարողանա, եթե չզիջի ամեն ինչ, կարողանա բարիշել, այսպես ասենք, արևմուտքի հետ եւ տեխնոլոգիաները վերադառնան Իրան, այնտեղ իհարկե նաեւ իշխանապողության հարց է առաջանալ դրանից հետո, որովհետեւ եթե ինքը ամեն ինչ զիջի, գործող ռեժիմը Իրանի բավական դժվար կկարողանա իշխանությունը պահել։ Մյուս կողմից արևմուտքը կսկսի նաև այլ պահանջներ դնել, նաև ներքին ժողովրդավարացման, ինչ որ հա սեկուլարիզացիայի, առաջադիմության ինչ-որ էլեմենտներ մտցնելու, ինչին պատրաստ կլինի Իրանի իշխանությունը, թե չէ, պարզ չի։ Համենայնդեպս այդ ամեն ինչը բերում է որոշակի անկայունության տարածաշրջանում եւ այդ հարվածի հեռանկարը Իրանին, որը կարծում եմ կետային է լինելու, ոչ մի ցամաքային օպերացիա Իրանի դեմ հնարավոր չի անցկացնել, որովհետեւ Իրանը բանը չի, հա, գազան չի, որ գազահատվածը չի նկատի ունեմ, հա, Իսրայելի հետ գազահատվածը չի, որ կարողանա որևէ երկիր այդպես մտնի եւ այնտեղ ինչ որ այդպես ռազմական օպերացիաներ անեն, բավական լուրջ ցամաքային զորքեր ունի Իրանը, անկախ նրանից որ բավական հնարացել է իր սպառազինությունները, բայց օրինակ հրթիռային տեխնոլոգիաներում ինքը բավականին լուրջ առաջընթաց ունի, այդ նաեւ դրոնների, ԱԹՍ-ների, հա, ինչ որ սեգմենտներ իր մոտ զարգացած է, ավիացիան զարգացած չի, հին ինքնաթիռներ է իրենը Եվ կարծում եմ, որ Իսրայելի հետ դիմակայության դեպքում իր ավիացիան շատ շուտ Իսրայելը կչեզոքացնի F-35-եր է տիրապետում, դեպս Իսրայելի ավիացիան տարածաշրջանի ամենազորեղն է, նույնիսկ թուրքական ավիացիայի հետ համեմատությամբ Իսրայելի ավիացիան ավելի ուժեղ է։ Այնպես որ, այո, իհարկե ցանկալի կլինի, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ լեզու գտնի, հաշտվի եւ վերջապես Իրանը կարողանա շնչել, տեխնոլոգիաներ ներմուծել, վաճառել իր նավթ ու գազը նաեւ Հայաստանին, նաեւ Հայաստանի միջոցով Եվրոպային, հա, հյուսիս-հարավ այդ ճանապարհը միայն բեռնափոխադրումներին չի վերաբերում, դա նաեւ գազի տարանցման հնարավորություն է, որի մասին ես միշտ խոսել եմ գոնե վառ պահելու համար այդ Նաբուկո 2-ի գաղափարը Դուք գիտեք ժամանակին Նաբուկո ծրագիր կար, որը այդ բառը առաջացել է Նաբուքադանասոր, ուրեմն արքայի անունից, Բաբելոնյան, որը ենթադրում էր, որ Իրանի, մասամբ Իրաքի Քրդստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի այդ գազային պաշարները, ասես միասնական մի հատ մեծ հզոր խողովակով Թուրքիայով պետք է գնար հասներ Եվրոպա եւ Եվրոպայի գազի հարցերը փակեր, հա, պահանջմունքը փակեր, Ռուսաստանից կախվածությունը այն ժամանակ դեռ վերացներ։ Ռուսաստանը իհարկե ամեն ինչ արած, որ դա չստացվի, հատկապես Ադրբեջանի հետ համագործակցությամբ եւ գինը, որը վճարվեց Ադրբեջանին, նաեւ Արցախն էր, հա, այսինքն այն ժամանակվանից արդեն Ռուսաստանը ինչ էր համաձայնվել այդ առնվազն
անկախության գաղափարից հրաժարվել Արցախի եւ շրջակա ազատագրված տարածքները, որ իրեն չէր պատկանում, բայց ինքը ասում էր, ոչինչ Հայաստանի վրա ես այնպեսի ազդեցություն ունեմ, ես կարամ ապահովեմ, որ այդ տարածքները վաղ թե ուշ կվերադառնի քեզ, բայց դու պետք է այսպես բաներ իմ համար անես, օրինակ Նաբուկո ծրագիրը պիտի տապալես։ Նաբուկոն ի վերջո Ադրբեջանը տապալեց, տապալման արդյունքում ընդամենը ուրեմն անատոլյան գազատարը կառուցվեց, որը ավելի փոքր ծավալների եւ բացառապես ադրբեջանական գազներ տարանցում դեպի Եվրոպա, իսկ թուրքմենական եւ իրանական գազերը դուրս մնացին, ել չեմ ասում Իրաքի Քրդստանի, դուրս մնացին, որը Ռուսաստանի համար փայլուն կոմպրոմիսային լուծում էր, հա, ինքը այդքան մտահոգ չէր ադրբեջանական գազի ծավալներից, որը տեսնում ենք հիմա 10-12 միլիարդ խորանարդ մետր է, երբ որ Ռուսաստանը 80-90 միլիարդ խորանարդ մետրի վաճառք ուներ դեպի Եվրոպա, եթե ոչ ավելին, իսկ Նաբուկոյի դեպքում համարժեք մինչև 100 միլիարդի ուրեմն տարանցում կարող է լինել այդ գազի պաշարները հսկայական են թե Թուրքմենստանում, թե Իրանում։ Եվ հաջողեց Ռուսաստանը 10-12 թվերներ, երբ որ հաջողեց, հենց այն ժամանակ էր, երբ որ սկսեց Ադրբեջանի զենք մատակարարել, ասելով որ նույնիսկ եթե ես չկարողանամ Հայաստանին ապահովեմ, որ այդ տարածքները տա, միասին այնպես կսխմենք Հայաստանին, թեկուզ եւ պատերազմով եւ այդ զենքը, որ քեզ մատակարարում եմ, դրա գրավական է լինելու, որ ես էլ իմ պարտավորությունները քո հանդեպ կատարեմ, այդ թվում Նաբուկոն չեղարկելու դիմաց, հա։ Ռուսաստանը միշտ էլ մեր շահերի, մեր տարածքների հաշվին առևտուր է արել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այս անգամ հերթական դրա օրինակն էր։ Այնպես որ այդ առումով, եթե Միացյալ Նահանգները Իրանի հետ բարիշում են, սանկցիաները հանվում են Իրանի հետ, այսպես հիպոթետիկ պատկերացնենք, հա, դա նշանակում է, որ Իրանը կարող է Հայաստանով անցնող այդ դեպի Հայաստան մտնող ավելի շուտ հələ որ գազատարը, որը ընդամենը 750 մմ-անոց է, դուք գիտեք 1.5 մետր տրամագից պետք է ունենար, փոխեցին Ռուսաստանի էլի ճնշմամբ, որտեվ 1.5 մետրանոցը հնարավորություն է տալիս հատկապես նորագույն պոմպերի տեղակայման պարագաներում նորագույն տեխնոլոգիաների, երբ որ հզորությունը տարանցման ավելացնում են դրանք, մինչև 70-80 միլիարդ խորանարդ մետրի տարանցման։ Հենց մենակ այդ գազատարը այդ հնարավորությունն էր։ Իրանը խոհեմաբար շրջահարայությունորեն մինչև իր իրանական սահմանը հենց այդ տրամաչափի խողովակ է կառուցել։ Ինքը ամեն դեպքում իր ապագայի համար մտածել է, որ այդքան ծախսանում եմ անել, թող հաստ լինի խողովակը, ամիսօր Եվրոպա վերավաճառելու խնդիր կառաջանա։ Իսկ դա ոնց պետք է գնար, պետք է դա Թուրքիայով բնականաբար չէր գնալու, որովհետև Թուրքիայով գնացողն էր, նա միանգամից Թուրքիայով կառուցել ինքը չի ուզում Թուրքիային հզորացնել այդքան եւ չի ուզում Թուրքիայի ձեռքին տա այդպիսի ազդեցության լծակ իր հանդեպ, նույնի Եվրոպան առանձնապես չի երազում, հա, նույնիսկ Նաբուկոն, որ լինելու էր, էլի եմ ասում, լինելու էր այսպես կոնսորցիում, դա միայն Թուրքիան չէր, թուրքմենական, ադրբեջանական, իրանական, այսինքն Թուրքիան եթե փակեր այդ խողովակը, միանգամից 4 երկրի, հա, Իրաք, Իրան, Ադրբեջան եւ Թուրքմենստան էր իրենց էր հարվածելու։ Այդ առումով Իրանը ավելի ապահովագրված էր, բայց եթե զուտ իրանական գազը մենակ Թուրքիայով գնար, երբ ուզենար կփակեր։ Դրա համար ինքը շահագրգռված էր Հայաստանով, Հայաստան-Վրաստան սևծով, այ դա էր լինելու տարանցման բանը, ուղին, որը որ Նաբուկոն չէ բնականաբար, ես եմ ասում, որ կարելի է դա անվանել Նաբուկո 2 եւ այդ հյուսիսարավի տակ, այդ ծրագրի տակ այդ տարանցումը իրականացնել, որից Հայաստանը մաքուր միայն տարանցման համար մինչեւ 1 միլիարդ դոլար ամեն տարի փող է ստանալու, հա, որ պատկերացնեք ինչ թիվ է դա, մենք այդքան սկի պարտք չենք վերցնում, հա, մեր վերջի եվրոբոնդերը որ գնացինք 400 միլիոնի մասներ խոսքը, այն էլ պարտքով ենք վերցել այդ գումարները, իսկ այդ ոչ մի պարտք չէ լինելու, ոչ մի տոկոս չէ լինելու, օդից փող է լինելու, հա։ Էլ չեմ ասում այդ կառուցելու ժամանակ ինչ շահույթներ ենք ստանալու, ոնց որ Վրաստանը ժամանակին շահույթներ ստացավ Բաքու-Ջեյհան նավթատարը եւ հետո տրանսանատոլիական նաեւ ՏԱՆԱՊ-ը, հա, այդ գազատարը եւ Բաքու-Էրզրում գազատարը, այդ երկու գազատարները իրար կպան, որ հասան Եվրոպա։ Այդ կառուցելու ժամանակ Վրաստանը շատ օգտվեց։ Ուզում եմ ասեմ, որ հեռանկարները շատ մեծ են, մենք շրջապատված ենք հսկայական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրներով, հիմա թուրքմենական գազը ի դեպ բարեբախտաբար ոնց որ թե արդեն կապանավորվածություն Իրանով Հայաստան բերելու, դա նշանակում է, որ
այն վտանգը, որ անդադ ասում ենք, որ մենք անկախանանք Ռուսաստանից, Ռուսաստանը կպնի գազը կկտրի, հիմա ոնց որ թե ստացվում է, եթե մենք Թուրքմենստանից ունենանք ալտերնատիվ գազային հոսքի հնարավորություն, այլ Ռուսաստանը չի էլ հանդգնի, չի էլ ուզենա, իմանալով, որ եթե ինքը գազը փակի կամ թանկացնի, հենա Թուրքմենստանից կգնանք Եվեժան եւ որակով գազ եւ ավելի կարճ ճանապարհ մեզ, ավելի կարճ ճանապարհով է մեզ հասնում թուրքմենական գազը։ Ավելի էժան կլինի թուրքմենականը։ Իհարկե, դա Սիբիրներից ինչ բերես այս գազը։ Իրանական է, իդեպ։ Այդ հարցը ես տվել եմ շատերին, բայց պատասխան չեմ ստացել։ Իրանական ավելի թանկ է։ Ավելի թանկ է, չէ՞, ես էլի եմ լսել, որ ավելի թանկ է եւ դրա համար այ տեսեք, ես օրինակ չգիտեմ թուրքմենականը, դրա համար ես հարց տվեցի։ Ես չգիտեմ ինչ պայմաններով է Իրանը տարանցելու։ Կարող եմ սի տարանցման գներ դնի, որ էլի գա նույն իրանական գնին, բայց կապ չունի։ Իրանական հիմա ուզենք էլ չեն կարող լրացուցիչ առնել, որտեղ Իրանը իր կարիքները չի բարում իր բնակչության։ Դրա համար Ռուսաստանից գազ է գնում։ Ինչքան էլ որ տարօրինակ է, չէ՞ թվում։ Հա։ Ինքը բավական էժան է Ռուսաստանը Իրանին վաճառում գազ։ Ես կարող եմ մտածեմ նույնիսկ թուրքմենականից էլ էժան է վաճառում։ Բայց ամեն դեպքում մանրամասնային թուրքմենական գազի տարանցման դեպի Հայաստան տեղյակ չեմ, բայց եթե բերում են, ուրեմն ձերա տալիս։ Նույնիսկ եթե մի քիչ ավելի թանկ լինի ռուսականից, բայց գոնե գիտենք Թուրքմենստանը այդպես աշխարհակաղակական բաներ մեր հանդեպ չունի, որ բռնի գազը անջատի կամ թանկացնի, հա, պայմանավորվածությունները փոխի։ Այսինքն թանկացնել ավելի բարդ է, Ռուսաստանը ամեն տարի դրա համար նոր պայմանագիր ակնքում, որպես թուրքական աշխարհի ներկայացուցիչ երկիր չի ունենա Թուրքմենիան։ Նո Թուրքմենիան հիմա այդքան ամեն ինչում չի ներգրաված։ Տանդեմը Ադրբեջան-Թուրքիա տանդեմին ինքը այդքան միասնաբար չի միացած, այդպես միանշանակ չի միացած, ինքը ամեն դեպքում շարը քաշած, հա, աչը քաշած երկիր է ավելի շատ, որը ավելի շատ հետաքրքրված է իր ներգաղթիչները վաճառելով։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ իր ազդեցությունը արևմտյան կարող է լինի այնպեսի, որ ինքը ուղղակի իրեն թույլ չտա այդպեսի խաղերի մեջ մտնի Ադրբեջանի պահանջով, չեմ կարծում, որ Թուրքիան պահանջի ինչ-որ գազը կանջատել Հայաստանի։ Երբևէ։ Բայց ամեն դեպքում դա ալտերնատիվ է, հա, եթե Ռուսաստանից ունենանք եւ այդտեղից ունենանք, երկու տեղից ունենալու դեպքում, իսկ Իրանից արդեն ունենք, որը ճիշտ է, որպես գազ չենք օգտագործում, այլ փոխանակում ենք էլեկտրոէներգիայի հետ, այսինքն փոխում ենք էլեկտրաէներգիայի, գազը Երևանի փշեկում եւ 25%-ը մնում է մեզ այդ էլեկտրաէներգիայի, 75%-ը որպես հոսանք հետ ենք տալիս էլեկտրաէներգիա Իրանին։ Էլի գազ ստանում ենք այսինքն Իրանից, հա, մեծ հաշվով եթե Իրանը այդ հնարավորություն ունենա, կարող ենք այդ 2.5 միլիարդը հասցնել 5 միլիարդի։ Այդ հնարավորություն տալիս է այդ 750 մմ խողովակաշարը, որը մեզ լրիվ մեր ներքին պահանջներն էլ ամբողջությամբ ծածկի, նույնիսկ եթե էլի եմ ասում, մի քիչ թանկ լինի։ Բացառված չի, որ զարգանան, որ Իրան ունենա այդ հնարավորությունները։ Պարոն Խորշուդյան, ԱՄՆ ՌԴ հարաբերությունները կարծես թե գնալով ավելի ջերմանում են, վերջերս ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը հայտարարեց, որ Սև ծովում արդեն ըստ էության համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատելու վերաբերյալ։ Ինչ եք կարծում, կարող է ընդհանրապես հիմա դրա մասին էլ են շատ խոսում տարբեր տեղերից, տարբեր դիրքավորումներից, այսպես մեր ներքին քաղաքական նաև կարող է Հայաստանը շահել այս նոր ձևավորվող, չգիտեմ, Ռուսաստան, ԱՄՆ, ուզում եք դա տանդեմ անվանեք, ուզում եք դա փոխգործակցություն անվանեք, այս ամեն ինչի շնորհիվ տեղավորվել որպես ամեն դեպքում փոքր եւ սահմանափակ հնարավորություններ ունեցող երկիր եւ կարողանալ իր աշխարհքաղաքական շահերը լավագույնս տեղավորել այս ամենի մեջ, այս իրողությունների մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նաև դրա մասին են շատ խոսում, որ այ եվրոպական ուղղությունը մեզ համար մեղմ ասած հեռանկարային ուղղություն չի, որովհետև Եվրոպան այսօր ինքը արդեն խնդիրներ ունի, թե ԱՄՆ-ի հետ, թե ինքը անվտանգային արդեն խնդիրների մասին է արդեն խոսում, թե կարծես թե միասնականություն էլ չկա Եվրոպայի հետ, թե նաև Ուկրաինայի հարցում են այսպես հավաքական նախքին արդեն կարելի ասել այս տերմինը, հավաքական արևմուտքի դիրքավորումները փոխվում, ինչ կարծիք եք։ Իդեպ շուտով Ռամշտայնն էլ հրավիրելու, շատ հետաքրքիր է, թե Միացյալ Նահանգները ինչ դիրք ունեն այդտեղ, ինչ դիրք կբռնի։ Տեսեք, Միացյալ Նահանգների պահվածքը մի կողմից ռիսկեր է մեծ պարունակում Հայաստանի համար, որովհետև եթե Միացյալ Նահանգները ետ է քաշվում եվրոպական թաթերաբեմից, դա էապես թույլատվում է արևմուտքի դիրքեր, այդ թվում մեր տարածաշրջանում։ Բայց ինքը ոչ թե պարզապես եթե քաշվում, այլ այո, ձեր ասած Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնում է, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի դիմադրությունը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հարցում չի կարող լինել այնպեսին, ինչպեսին նախկինում էր։
Սուտ տրամաբանորեն։ Եթե դու Ամերիկայի հետ լավ հարաբերություններ ունես, ինչի՞ ես անակ ստանում, որ Ամերիկան Հայաստանի հետ լավացնում է հարաբերությունները։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ հայ-ամերիկյան մերձեցման գագաթնակետը ռազմաքաղաքական հատկապես եղել է 2000-2001 թվականներին, երբ որ մենք նաև ՆԱՏՕ-ի IPAP ծրագրի մեջ ներգրավվեցինք, այդ այն ժամանակ էր, երբ որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ ուներ։ Նույնիսկ խոսք էր գնում ՆԱՏՕ-Ռուսաստան ֆորմատի կամ Ռուսաստան նույնիսկ Պուտին ասում էր մենք պատրաստ ենք ՆԱՏՕ մտնել։ Նման պայմաններում Ռուսաստան չէր կարող ասել դուք եք գնում դեպի ՆԱՏՕ, եք այդպիսի պայմանագրեր կնքում, IPAP-ը դա համագործակցության պայմանագիր էր ՆԱՏՕ-ի հետ, ոչ թե անդամակցության, բայց համագործակցության ստանդարտների բարելավման եւ այլն, չէր կարող նման բան ասել։ Դրա համար մենք ունենք ՆԱՏՕ-ի ներկայացություն, շատ ակտիվ կապերը խորանում էին եւ այլն։ Հետո երբ որ 2007-ին Ռուսաստանը սառը պատերազմ հայտարարեց, հայտնի Մյունխենյան Պուտինի ելույթից, որը համեմատում են Չերչիլի Ֆուլտոնյան ելույթը, որով հռչակվեց սառը պատերազմը, բայց դրանից հետո էր, որ նաև հայ-ամերիկյան հարաբերությունների այսպես զարգացումը արգելակվեց, որտեղ Ռուսաստանը կոպիտ ասած կամ մենք կամ իրենք։ Հայաստանն էլ այն ժամանակվա իշխանությունների օրոք բնականաբար ընտրեց Ռուսաստանին, բնականաբար եմ ասում, իրենց էության անպատասխան, ոչ թե Հայաստանի շահերին անպատասխան։ Նույնը Եվրոպայի հետ, քանի որ ՆԱՏՕ-ի մաս էր նաև Եվրոպան եւ հարաբերությունները նաև Եվրոպայի հետ սրվեց Ռուսաստանի 13 թվականին ստիպեց ուղղակի Հայաստանին, Ռուսաստանը, որ չգնա դեպի Եվրոմիություն չստորագրի ասոցիացիան համաձայնագիրի խորը եւ համապարփակ ազատ առևտրու գոտու մասին, այսինքն մաքսային գոտու մասին համաձայնագիր Ռուսաստանի հետ, Եվրոպայի եւ գնալ ամբողջությամբ կախվածության մեջ ընկնել Ռուսաստանից, ինչը իր հետևանքներ ունեցավ, որովհետև Ռուսաստանին մեր շահերը, մեր տարածքները, Արցախը վաճառելու համար պետք էր ամբողջական վերահսկողություն Հայաստանի։ Եթե մենք Եվրոպայի հետ լինեինք, ստորագրած լինեինք ասոցիացիան համաձայնագիրը, Ռուսաստանը այդքան լծակներ Հայաստանի վրա չէր ունենալու, որ մեր շահերը կարողանար այդպես հեշտ Ադրբեջանին վաճառել։ Սաղոքսեթի մեր իշխանությունները խելքը չկտրեց, դա գեղչուկների հավաքածու էր, yani հիմա էլ ուզում են էլի վերադառնալ իշխանության իրենց պրոքսիները տարբեր տեղերում, այդ թվում Գյումրիում եւ այլն, դա շատ տխուր։ Ու տեսնում ենք ովքեր են իրենց ներկայացուցիչները, մայլի տղեկ են։ Որտեղ է դա մակարդակը։ Խոսենք մյուս արսի։ Ուզում եմ ասեմ, որ այդ ձեր գաղափարը, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կարող են շահել ամերիկա-ռուսական մերձեցումից, կա այդպիսի բան։ Ռիսկը նրանում է, որ ամեն դեպքում Միացյալ Նահանգները, եթե բարձի թողի վիճակում է թողնում իր ներկայությունը տարածաշրջանում, Եվրոպայում, Ուկրաինայի հարցում իր բավականի դեստրուկտիվ մոտեցումը կարող է բերել նաև Ռուսաստանի ամենաթողության զգացողության, որ կարող է Ուկրաինայում շատ բաներ անել, որը որ իրեն նախկինում չէր թույլ տա, եւ նաեւ կարող է իր ձեռքերը ազատվել, եթե իր ուզած պայմաններով պատերազմը ավարտվի, իր ձեռքերը կարող ազատվել այլ տարածաշրջանի այլ երկրների դեմ ինչ որ բաներ անելու համար, այդ դեպքում պարզ չի Միացյալ Նահանգները իր իզոլացիոնիստական քաղաքականությամբ հանդերձ ինչքանով պատրաստ կլինի դեմ դուրս գալ Ռուսաստանի որևէ գործողության, այդ թվում Հայաստանի դեմ։ Այդ ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին։ Հիմա Եվրոպայի վերաբերող ձեր հարցը։ Տեսեք, Եվրոպան երբեք այսքան կոնսոլիդացված չի եղել։ Վերջի հարցումները ցույց են տալիս, որ վերջի անգամ այսպիսի կոնսոլիդացիա, այսպիսի դրական գնահատական Եվրոմիությանը որպես կառույցի, Եվրոմիության ժողովուրդները եւ բնակչությունները տվել են 81 թվականին, այսինքն այն ժամանակ, երբ որ Եվրոմիությունը նույնիսկ գոյություն չուներ, 93 թվականն է Եվրոմիությունը այս տեսքով ունեցել, այն ժամանակ գոյություն ունեն ֆորմատներ, միասնական Եվրոպա, գիտեք, բանի դաշինքը, պողպատի դաշինքներ, ատոմային էներգետիկայի դաշինքներ, տնտեսական համայնքներ արդեն հաստատված։ Այսինքն Եվրոմիությունը կար որպես պրոտոտիպ այսօրվա Եվրոմիության։ Բայց այն ժամանակվա հարցումներն են ամենա այսպես ոգեշնչողը եղել, որ միասնական Եվրոպայի կողմնակից են եղել մարդիկ։ Մեկ էլ հիմա ինչի՞ց է դա, որովհետև Եվրոպան զգացել է, որ ինքը միասնաբար եթե չլինի ռուսական վտանգին չի կարողանա դիմակայել։ Ռուսաստան իր գործողություններով նախ վերակենդանացրեց ՆԱՏՕ-ն, ինչքան էլ հիմա Տրամպի գալուց հետո ՆԱՏՕ-ն էլի սկսեց թուլանալ, որովհետև Տրամպը ասում է ՆԱՏՕ-ի մեջ կանոններ կա, որ պետք է փոխել, կոպիտ ասած ասում է, ես նես չի որ պարտադիր կպաշտպանեմ այն երկրների։ Եվրոպա դույսը դիրքով էր, հա, ասում է, տեսեք, ասում է, ես կպաշտպանեմ այն երկրներին միայն ՆԱՏՕ-ի անդամ, որոնք որ մեր պայմանավորվածությունները ռազմական ծախսերի բյուջեի մեջ ռազմական ծախսերի պահպանում են 2%-ից մինիմում, հիմա էլ բարձրացնում է 5% պետք է լինի։ Դա հարված չի, թուլացում չի նշանակի Եվրոպայի։ Բայց մի րոպե, բայց այդ էլ հարված չի։ Եթե ինքը ստիպում է եվրոպացիներին ավելի մեծ ռազմական ծախսեր ունենալ իրենց բյուջեներում, ոչ մենք կարող են անում են արդեն։
անում են, ճիշտ է, անում են սեփական նաև պատկերացումների շրջանակներում, բայց համարյա 1 տրիլիոն մենակ ռազմական 800 միլիարդի ռազմական ծախսեր են նախատեսել։ Պատկերացնում եք ինչ ֆանտաստիկ թիվ է դա։ Կան պարոն Խոշորյան, նախատեսել են, բայց կանեն հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ուկրաինան լավ քամել է, չէ, եւ Ամերիկային քամեց, եւ Եվրոպային քամեց։ Չէ, այդ քամելու հարց չի, իրանց անվտանգության հարցն է մեկ, երկրորդը 800 միլիարդը մեր համար Ռուսաստանի համար աստղաբաշխական թիվ է, բայց Եվրոպայի համար ամեն դեպքում այդքան այնպիսի թիվ չի, որ ինքը չի կարող տանել։ Այդ թիվը տանելու, ծախսելու դժվարությունը միակ եղել է այն, որ դա որոշակիորեն ազդելով սոցիալական վիճակի վրա բնակչության դժգոհություն կարող էր առաջացնել եւ իշխանության կարող է գային պոպուլիստները, որոնք ասելու են, չէ, ծախսեր չեն կանելու, ինչ ուզում է թե Ռուսաստանը Ուկրաինայի հետ անի, մենք մեր գլխի տերն ենք։ Նույն իզոլացիոնիզմը, որը Միացյալ Նահանգներում եղավ։ Եվ դրանից էր, որ վերջի տարիներին եվրոպական երկրները այդքան մեծ աջակցություն Ուկրաինային չէին ցույց տալի հերիք չի եւ սեփական ռազմական ծախսերը այդքան շատ ակտիվ չէին ավելացնում, որովհետեւ դա բերելու էր որոշակի այլ բյուջետային ծախսերի կրճատման, սոցիալական, տնտեսական, առողջապահական հազար ու մի հարցերում, չէ, եւ դա բերելու էր դժգոհության բնակչության մեջ։ Հիմա այդ դժգոհությունը չկա, հակառակը կա պատվեր բնակչության կողմից, որ միավորվեք, ռազմական ծախսեր արեք, որ մեզ պաշտպանեք, որտեղ Ռուսաստանը դարել է պատուհաս, դարել է վտանգ, ու հերիք չի Ռուսաստանը վտանգ է, որ միջև էլ են իրան կզգում, բայց որ Միացյալ Նահանգները արդեն մեզ չի պաշտպանելու, բա առավել եւս բա ով պետք է մեզ պաշտպանի, թե մենք ինքներս չսկսենք այդ ուղղությամբ աշխատել։ Եվ իդեպ Տրամպը խոսել է բանի հետ, Մերցի հետ, այս վարչապետի պոտենցիալ վարչապետի, որ բարձր արդեն ինքն է վարչապետ ընտրվելու, մեծամասնություն ստացան այդ ԽԴՍ-ը եւ կոալիցիա են կազմելու սոցիալ-դեմոկրատների հետ։ Քրիստոնյա-դեմոկրատներն ու քրիստոնյա-սոցիալիստները, գիտեք, սոցիալ-դեմոկրատների հետ կոալիցիա են կազմելու եւ արդեն բարձր որ Մերցը լինելու է հաջորդ վարչապետը եւ ինքը որպես հաջորդ վարչապետի Տրամպը խոսում է Մերցի հետ եւ քննարկում են այս 800 միլիարդը, որ պիտի Եվրոպան հատկացնի ռազմական ծախսերի վրա, Տրամպը դե մի անգամ բիզնեսմեն է, չէ՞, միանգամից բա մեզ էլ տվեք այդ գումարից, մենք այնա լավ ռազմական արտադրություններ կմատակարարենք, մերց ասում եմ մի րոպե։ Բայց դուք այդքան էլ վստահելի չեք արդեն։ Մենք չգիտենք այդ զենքը, որ մեզ մատակարարելու է, կարող է այնց զենք մատակարարեք, որ երբ ուզենաք կնոպկեն սխմեք չաշխատի, որտեվ դուք ասել եք, չէ՞, որ F-35-երը, որտեղ որ մենք մատակարարում ենք, եթե մեր ուզած ձևով հետո չօգտագործվի, մենք դրա փոխարինողները, պահեստամասերը չենք մատակարարում, ծրագրային ապահովումը չենք ապահովի, ընթացիկ սպասարկումը ծրագրային ապահովման։ Այսինքն անզենք թողենք այն երկրներին, ում որ վաճառել ենք։ Հենց դրա պատճառով էլ Կանադան ասաց՝ մի րոպե, ինձ տեն զենք պետք չի, F-35-ից արդեն գաղափար կա հրաժարվելու։ Եվրոպական շատ երկրներ կարող է F-35-ից հրաժարվեն։ Եվ դրա համար ստիպված հիմա Տրամպը արդեն մտածում է Թուրքիայի հետ այդ հարցում բարիշելու եւ Թուրքիային վաճառելու, արդեն շուկաներ ան գալիս, որ չմնա վրեքներ այդ F-35-երը։ Միջև այդ հերթ էր։ Հիմա արդեն ինքն է մտածում ում վրա վաճառի, որտեղ շատերը հրաժարվում են։ Նման պայմաններում Տրամպը իզոլացվում է նաեւ տնտեսությունից, այսինքն իր իզոլացիոնիստական քաղաքականությունը, որ քաղաքական ռազմական առումով հետ է քաշվում, երկրները ասում են, բա որ հետ ես քաշում ում ես պետք, ոչ էլ բան կանենք, պատվերներ կտանք, ես մենք չենք կարող զենք արտադրենք։ Բացի դրանից, հիմա նոր ֆորմուլա են կիրառում, կոչվում է դանիական ֆորմուլա։ Դանիան ինչ է առաջարկել, ասել է, եկեք Ուկրաինային, ոչ թե մենք միայն ասենք պատվիրենք, ինչ որ տեղից զենք առնենք, փոխանցենք Ուկրաինային, այլ մենք փողը տանք ուկրաինացիներին, իրանք ռազմաարդյունաբերության ձեռնարկություններում այդ զենքը արտադրեն։ Տեխնոլոգիաները տրամադրեն, արտադրեն եւ հիմա արդեն որոշել են Եվրոմիության երկրները Ուկրաինային նորագույն տեխնոլոգիաներ են փոխանցում, այդտում հակաօդային պաշտպանության։ Նույն պետրիոտները, որ Միացյալ Նահանգները տալիս են հիմա արդեն չեն տալու Ուկրաինային, կա եվրոպական անալոգները դրա, նույն որակի, հա, տեխնոլոգիան տալիս են ուկրաինացիներին, ասում են դուք արտադրեք։ Մանավանդ արդեն ցիկլի մեջ անգե Ուկրաինայի ռազմաարդյունաբերությունը։ Այնքան դրոն են արտադրում հիմա Ուկրաինում, ինչքան նույնիսկ Ռուսաստանը չի արտադրում, հա, որ պատկերացնեք ծավալները։ Եվ բանին ի՞նչ է պետք ավել եվրոպացիներին։ Իրանք այդ զենքը ինչի համար են արտադրում, որ Ուկրաինային պաշտպանեն, նաև Ռուսաստանին հաղթեն, չէ՞, որ Ռուսաստանը էլ վտանգ չսպառնա։ Եկակ լավ տեղ, բայց այդքան արեցին ամբողջ հավաքական արևմուտքը, բայց ընդհակառակը ըստ էության պարտվեցին։ Ինչքան ինձ է պաստոր տեղեկությունները Ուկրաինա դրա համար պաստորեն հավաքական արևմուտքը, չէ, վերցրեց զգալով Ռուսաստանի ուժը, Ամերիկան արդեն հիմա տեսեք, նախ, չէ՞։ Այդ որ ասում եք Ռուսաստանի ուժը, Ռուսաստանի վրա այդ ուժի կիրառումը շատ թանկ է նստում։ Ինքը այնպիսի ծավալի զոհեր է տալիս 3 անգամ ավելի շատ, քան ուկրաինացիները։ Ինքը թնդանոթի միս ավակի լցնում այդտեղ եւ դա չի կարա վաղ թե ուշ իր հետևանքները չունենա։ Ոչ միայն
սոցիալական դժգոհության, հա, այլ նաև ուղղակի դեմոգրաֆիական։ Այդ մեկ, երկրորդը։ Ով ասաց, որ պարտվել է։ Ընդամենը Սուջայի այդ Բելգորոդի մարզում բանի եւ Կուրսկ-Բելգորոդ, հա, այդ հատվածում ուկրաինացիները հետ քաշվեցին մի պահեր, երբ որ ամերիկացիները դադարեցրեցին հետախուզական տվյալներ տրամադրել, բայց հիմա դրա փոխարինողը գտել են։ Չնայած վերականգնեցին ամերիկացիները, հիմա էլի տալիս են այդ հետախուզական տվյալները։ Ընդ որում դադարեցին թշնամու դեմ գործողություններ կատարելուց հետախուզական տվյալներ տրամադրել, բայց օրինակ թշնամու, այսինքն Ռուսաստանի հարձակումների վերաբերյալ հետախուզական տվյալներ տրամադրում են, այն էլ Ուկրաինայի տարածքում։ Այսինքն երկակեր են, դա կիսավ չափ ամբողջությամբ չէին դադարեցրել, որ պատկերացնեն մեր լսողները։ Բայց հիմա եվրոպացիները ասում են մենք այդ բոլոր հետախուզական տվյալները, բոլոր ինչ որ մենք ունենք, կտանք ուկրաինացիներին, դա վերաբերում է Մեծ Բրիտանիայի հետախուզությանը, որ բավականին առաջադեմ է, այդ թվում տիեզերական հետախուզությունը եւ Ֆրանսիայի։ Այնպես որ էդ էլա փոխանինվելու, այսինքն այդ խնդիրը, որ եղավ մի պահ եւ տուժեցին ուկրաինական դիրքերը դրանից, ռազմական դիրքերը, այլ չի լինելու։ Եվ ամենակարևորը, այդ զենք զինամթերքը, որ արտադրվելու է, ոչ միայն Ուկրաինայում, այլ Եվրոպայում, մեծա գալու է Ուկրաինա։ Եվ հիմա որ տեսնեք Զելենսկու ռետորաբանությունը կտրուկ փոխվել է, բավականին կոշտացել է։ Ինքը ավելի վստահ է իրան զգում։ Ինչ վերաբերում է Սևծովին, այդ Սևծովին ով է հավատալու։ Մենակ Սևծովին չէ, էներգետիկ բաներին չհարվածելու պայմանավորվածություններ նաև եղավ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև, բայց դրա հաջորդ օրը Ռուսաստանը էլի հարվածեց էներգետիկ օբյեկտներին, այսինքն նա վստահելի չի։ Եվ Տրամպին հարցում են, ասում են՝ «Մի րոպե, լրագրողները պրես կոնֆերենցիայի ժամանակ, դուք ընդամենը 2 օր առաջ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև համաձայնության եք հասել, ձեր հովանավորությամբ այդ համաձայնությունը եղել է, որ էներգետիկ օբյեկտներին չհարվածեն։ Ռուսաստանը 3 հարվածել է այդ օբյեկտներին։ Դե ասում է պատերազմը ամեն ինչ լինելու է։ Պատկերացնում եք։ Այսինքն ինքն էլ է ընդունում, որ Ռուսաստանի հետ պայմանավորվել, չպայմանավորվել մեկը խախտելու է ու դու ոչինչ չես կարողանալու անես, որովհետև դու թույլի դիրքերից ես արդեն հանդես գալիս, նկատի ունեմ Տրամպը։ Իսկ Ուկրաինան ուզում է ուժեղի դիրքերից հանդես գալ, ստանալով եվրոպական աջակցությունը եւ կխփի իրան Ռուսաստան, ինքն էլ Ռուսաստանին կխփի։ Նույնը Սևծովում է լինելու։ Հա, պայմանավորվել են, որ այդ առևտուրը հատկապես ցորենիներ դե վերաբերում, գիտեք, Ռուսաստանը դժվարանում է այս ցորենը այլ ճանապարհներով արտահանի, որտեղ Սևծովն է հիմնական, Սևծովն էլ փակ էր, վտանգ էր, հա, կարող է խոցեն ուկրաինական դրոնները, ծովային դրոնները, գիտեք, այնքան են խոցել ռուսական նավեր, պոչը քաշել էր Սևաստոպոլում, հիմա ոչ մի ռազմական նավ չկա, սա փախել են տարել են Աբխազիայում, բանում Նովորոսիսկում տեղակայել են, որ հերո լինի ուկրաինական դրոններից, որտեղ նավի հետևից խփում էին ուկրաինացիները։ Այնպես որ այդ Սևծովի պարագան էլ շատ պայմանական է, ասել, որ վերջ այնտեղ էլ ռազմական գործողություններ չեն լինելու եւ հանգիստ այդ առևտուրը կլինի ցորենի եւ այլն, ինչքան էլ Ուկրաինային էլ պետք է ցորենի առևտուրը, բայց Ուկրաինան քանի Եվրոպայի հետ սահման ունի եւ այնտեղ սանկցիաներ չկա, փակ չի սահմանը, ինքը կարողացավ վերաուղղորդել իր առևտուրը ցորենի եվրոպական երկրների միջոցով։ Ռուսաստանը դա չի կարողանում անել։ Այս հյուսիս-հարավն էլ որ ուզում էր անել Ադրբեջան-Իրան, դա էլ չի ստացվում Իրանի կամակորության համար, մեր համար շատ դրական կամակորության, դու գիտեք, որ Ռեշտ Աստարա այդ հատվածում Իրանը շատ փոքր հատված է, որ երբ ուզենա կարա մի քանի ամսվա մեջ այդ կառույցի բրծնի, ձգձգում է, ամեն անգամ մի պատճառ բռնում է, եւ այդ երկաթգիծը, որ պետք է կապեր ուրեմն Պարսից ծոցի նավահանգիստները Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանը կարողանար իր ցորենը նաեւ այդպես վաճառել եւ այլն, չի թողում, Իրան չի անում դա։ Մեզ համար ինչ վտանգ կար ըստ ձեզ։ Դա զուգահեռ հյուսիս-հարավը զուգահեռ լինելու էր, այլ մեր հյուսիս-հարավից ոչ մեկ չէր ուզենալու, Ռուսաստանը գոնե չէր օգտվել։ Հա, մենք արդեն այդ մեր ընտրանքային կոմունիկացիան գտնում եք, որ այլևս արդեն անարդյունավետ կլիներ։ Պակաս արդյունավետ, չեմ ասում անարդյունավետ, որտեղ ամեն դեպքում դեպի Սևծով էր գնալու հնդկական բեռները եւ այլն, դա մենակ Ռուսաստան գնացող բեռները չի, բայց Ռուսաստան գնացող բեռները շատ ավելի ձեռ կտա մեզ, որ մեր երկաթգծով հյուսիս-հարավը լինի, այսինքն Իրանից գա երկաթգիծը, մտնի Նախիջևան, հետո գա Հայաստան, հետո Հայաստանով Վրաստան եւ Վրաստանով արդեն գնար Ռուսաստան, եթե նույնիսկ երկաթգիծ չի, գիտեք, այնտեղ Աբխազիա երկաթգիծը փակ է, բայց թեկուզ Սևծով լիներ, թեկուզ ոնց լիներ, բայց Հայաստանի երկաթգծեր օգտագործվի, այսինքն գնար թեկուզ Սևծովի նավահանգստներ, այնտեղից Նովորոսիսկ է։ Ուզում եմ ասեմ, որ մեր ճանապարհի հյուսիս-հարավի երթուղու արժեքը դա միայն երկաթգծի մասն ենք հիմա խոսում, որտեղ Ռեշտ Աստարան ասեցինք, բայց նաև կար սովորական ասֆալտային ճանապարհներով բեռնափոխադրումները, որը ուղիղ գալիս է առանց ոչ մի խնդիր, հիմա էլ լավ է հյուսիս-հարավը կառուցապատում են գործող իշխանությունները բավական արագ տեմպերով եւ մի քանի ժամ կրճատվելու է միայն բանին
Սյունիքով անցնող ճանապարհները միայն մի ժամով այնտեղ է կրճատվում, իսկ ընդհանուր 4-5 ժամ կրճատվում է, եթե այդ բաները բոլոր հատվածները կառուցվեն հյուսիս-հարավի, այսինքն Հայաստանով անցնող ուղին 4-5 ժամով թե նույնիսկ կիսով չափ կրճատվում է Իրանից դեպի Վրաստան հասնող այդ հատվածը։ Ուզում եմ ասեմ, այդ հյուսիս-հարավը մեր շատ կարևոր է, որ այլընտրանք չունենա, եւ այդտեղ Իրանը իր մասը գործի անում է։ Թույլ չի տալիս, որ գոնե երկաթգիծը ռեշտ աստարը բացվի եւ այդ այլընտրանքը ռուսական լինի։ Բարձր։ Պարոն Խորշուդյան, այստեղ էլի շերտեր կային, կարող էինք խոսել, բայց ուզում եմ, որ մեր այսօրվա հանդիպման ավարտին վերջնամասում խոսենք, այս հարցերի շուրջ էլի կխոսենք, խնդիր չկա, կքննարկենք վերջին այս ընտրությունների հետ կապված Գյումրիին, որովհետև այս ընտրությունները բավականին մեծ աղմուկ են բարձրացրել։ Ինչ սպասելիքներ ունեք։ Այս ընտրությունները ավելի շատ քաղաքական ընտրություններ կորակեիք, թե պարզապես ուղղակի տեղական ինքնակառավարման։ Երկուսն է կա, եւ մեկը մյուսին չի բացառում։ Մեր այսօրվա տեղական ինքնակառավարման մասին օրենքով ընտրությունները քաղաքական են, կուսակցական են, հա, եւ նույն ձևի ոնց որ ազգային ժողովում պետք է ֆրակցիաներ ձևավորվեն, ամեն կուսակցություն իր ֆրակցիան ունենա եւ իրենք արդեն որոշեն, թե ում են ընտրում կառավարություն, հա, որ մեծամասնություն կունենա, եթե ոչ մեկ չունեցա, ուրեմն կոալիցիաներ պետք է կազմվեն։ Հիմա դուք գիտեք, որ այնտեղ կոալիցիաների շատ մեծ տարբերակներ չկա։ Օրինակ ԿՊ-ի հետ ոչ մեկ չի ուզում կոալիցիա կազմի, բոլորը հայտարարել են, որ ԿՊ-ի հետ չեն կազմի։ Եվրադաշինքն էլ։ Այո, Եվրադաշինքն էլ։ Եվրադաշինքը ընդհանրապես հայտարարել է, որ որևէ մեկի հետ չի կազմելու կոալիցիա, որտեղ այնտեղ չի տեսնում այնպեսի ուժ, որի հետ պատրաստ կլինի կոալիցիա կազմել, հա։ Չնայած այսօր ընտրությունների օրնա դրա մասին չի, բայց տեսնում եք Եվրադաշինքի պահով, գիտեմ։ Հիմա հենց այդ է, որ Եվրոդաշինքին էլ է պետք է այս դեպքում ուրեմն 51% եւ ԿՊ-ին էլ է պետք 51%։ Մնացած ուժերը իրար մեջ թվում է թե կարող է եւ պայմանավորվեն եւ կազմեն, եթե այսինքն այդ նախկինների հիմնական նախկինների ներկայացնող ուժերն են այնտեղ, ես նկատի ունեմ նրանք, ովքեր ռեալ ձայներ կարող են հավաքել, որտեղ նա մի քանի տեխնացու կա, ոսկի իրատեսական չի, որ ինչ որ լուրջ ձայներ հավաքեն։ Այս մտնոլորտը վատը չի, գաղջ չի, մի տեսակի Գաղջ կա, որովհետեւ գիտեք այդ քրեական մնացուկները, այդ քրեա օլիգարխիայի նախորդ իշխանությունների հիմա էլի գլուխ են բարձրացրել, տարատեսակ վարտանիկներ եւ մարտունիկներ էլի էդի մայլի տղեկով որոշել են էլի այն ինչ որ 30 տարի կեղեքել են Գյումրին, իրենց շեֆերի գեղչուկ, որի մասին ասացի, հա, տգետ գեղչուկ շեֆերի բանով, հովանավորությամբ Երևանում նստած, հիմա նույնը ուզում են վերակենդանացնեն։ Նույնը այդ բերեն էլի փաթաթեն գյումրեցիների վզին, հիմնվելով այն դժգոհության վրա, որ կա նաև գործող իշխանություններից գյումրեցիների մոտ եւ օբյեկտիվ դժգոհություն կա։ Դրա համար է որ Եվրոդաշինքը ասում է, ես այլընտրանք եմ առաջարկում, որ նախկիններին պարտադիր չի ընտրեք, եթե դուք դժգոհ եք գործող իշխանություններից։ Ընտրեք Եվրոդաշինքի ճանապարհը Լևոն Բարսեղյանին եւ որը որ բերելու է, մենք հիմա հանգիստ խոսում ենք դրա մասին, որտեվ երբ որ եթեր դուրս գա արդեն անցած կլինի, հա, ընտրական փուլը քվեարկությունը անցած կլինի, բայց ուզում եմ ասեմ, որ կա այլ ընտրանք գյումրեցիների համար եւ մենք փորձեցինք ցույց տալ դա, Եվրոդաշինքը նկատի ունեմ եւ ես որպես աջակից Եվրոդաշինքի, չնայած Եվրոդաշինքի մաս չեմ կազմում, Եվրաքվեի մաս էր Եվրադաշինքը, ես Եվրաքվեի անդամ եմ, որպես ստորագրահավաքի հավաքելու եւ օրենքի նախաձեռնությունը, որ բերեցինք ազգային ժողով եւ բարեբախտաբար իշխանությունները ընդունեցին դա։ Եվ եթե ուզում ենք զարգացած բարեկեցիկ կիրթ քաղաք լինի, եվրոպական քաղաք լինի Գյումրին, ուրեմն միակ տարբերակը գրագետ, մտավորական մարդ ընտրելն է որպես ղեկավար։ Դրա համար էլ ասենք Լևոն Բարսեղյանի վրա ոչ մի այսպես կոմպրոմատ չգտնելու հետևանքով բռնեցին ավել պակաս ինչ որ կեղտոտ բամբասանքներ սկսեցին սուտ բաներ հնարած տարածել արդեն անձնական դաշտ մտնելով ստեր ինչ որ տարածել բարեբախտաբար կարծում եմ չազդեց դա էլ չազդեց որովհետև գյումրեցիները ավելի լուրջ եւ հասուն գտնվեցին քան այդ բամբասանքների տարածողները բայց թե ինչքան կլինի տոկոսը ինչ ձայներ կտան դա արդեն կերևա այսօր երեկոյան վաղ առավոտյան Պարոն Խորշուդյան, շնորհակալություն ամեն դեպքում գյումրեցիներին ցանկանանք ձեզ հետ միասին, եթե դեմ չեք արդար ընտրություններ։ Այո, Գյումրիում հաղթանակի արդարությունը եւ շնորհակալություն ձեզ, որ եկաք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր հյուրն էր Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խորշուդյանը։ Ես դիմում եմ մեր այն սիրելի բարեկամներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, ընդհանրապես խնդրում ենք սիրելի բարեկամներ սեղմել
զանգակոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ դրանով հանդերձ խրախուսել մեր աշխատանքը։ Լավ եղեք, գարնանային տրամադրություն եմ մաղթում բոլորիդ։